Հայերենը աշխարհի ամենաչքնաղ լեզուն է, ամենահին լեզուն է, ամենագեղեցիկ լեզուն է, հատկապես գրափառը, հայերենը մեր կյանքն է, ամեն ինչն է, անգամ բարբարները գեղեցիկ են, ամեն մի ազգ չի կարող ունենալ այդքան բարբար, եւ ամբողջ բարբարները մեկը մյուսին հասկանալի է, մեր լեզուն չտեսնված է, մեր տառերը տարբերում են աշխարհից, մեր տառերը գեղեցիկ է, շատ ցավալի է, որ ուղղագրությունը փոխել են, որովհետև մեծրոպատար ուղղագրությունը շատ ավելի ճիշտ էր, քան թե հիմա որ օգտագործում են։ Մեր լեզուն, մեր խոսքը, մեր ամեն ինչն է, մեր երկրի պահպանությունն է, մեր լեզուն մեզ է պահպանում, մեր լեզուն փոխանցվել է դարից դար, հասել է մինչև այս օրերը, ինչքան լեզու ոչնչացան, Ասորստանը, որ աշխարհի ամենաուժեղ պետությունն էր, այսօր պետություն անգամ չունի։ Հիմի մեր ժողովուրդը պահեց, պահպանեց, կռվեց հսկայական թուրքերի դեմ, որոնք 10-րդ դարում նոր պետություն էին ստեղծում։ Ինչ փոփոխություններ է կրել լեզուն տարիների ընթացքում եւ ուր է հասել հիմա։ Ահավոր են, հատկապես պարոն Բլեյանը, մի ժամանակ երբ նշանակեցին նախարար, մինիստր էին ասում այդ ժամանակ, ավերեց մեր լեզուն, ավերեց դպրոցները, Բլեյանի դպրոցի վրա միայն ծիծաղում էինք բոլորս, ծիծաղում էինք, որտեղ երեխաների ոչ մի բան չէր սովորեցնում, երեխաները ով ցանկանար կարող էր պարապել, ոչ մեկը չպետք է մնար, բոլորը պետք է փոխադրվեին, ով ինչպես ուզեր, դպրոց էր մեր դպրոցը, մի այնպիսի դպրոց էր, որ ես հիշում եմ առաջի անգամ հենց մտա այդ դպրոցը, մանկաբաժական ժողով էր, ինչ որ խոսում էին ու հանկարծ իմացա, որ մեր լեզուն ռուսական դպրոցներում ֆակուլտատիվ է հայերենը, ոնց թե ֆակուլտատիվ է, այդ նշանակում է, ով որ ուզում է կպարապի, ով որ չուզում չպարապի, իսկ այլ ազգիները, հատկապես ռուսները, ազատվում են հայոց լեզվից։ Ես մոտեցա դիրեկտորին ասեցի, մանկաբաժական ժողով է, ես մի ժողովում առաջ անգամ եմ մասնակցում, առաջի օրն է որ եկել եմ, բայց ես չեմ կարող չխոսել։ Ես ասում եմ հետևյալը, 2 ամիս հետո մեր դպրոցի հիմնական լեզուն առարկան կլինի հայոց լեզուն։ Կհասնեմ դրան, ասեցի, ինչ է նշանակում հայոց լեզուն ֆակուլտատիվ է։ Եվ ես ձեզանից պահանջում եմ, խնդրում եմ, ոչ մի աշակերտ չիմանա հայոց լեզուն դպրոցում ֆակուլտատիվ է։ Դիրեկտորը մեր Պյոտր Պավլիչը Ղարաբաղցի էր ասել, ոչ այս րոպեից մեր դպրոցում հայոց լեզուն հիմնական առարկաների մեջ է մտնում։ Ես առաջ անգամ ռուսական դպրոց էի մտել, հայկական դպրոցում էի աշխատում, ես չգիտեի, որ ռուսական դպրոցում ֆակուլտատիվ է հայերենը։ Եվ գունդը, ռուսական գունդը մեր դպրոցի մոտ էր գտնվում, բոլոր երեխաները գալիս են մեր դպրոց, ռուս երեխաներ են, այնպես հայերեն էին սովորում, այնպես էին կարդում։ Եվ մի օր դասի ժամանակ Խնկո ապորթորը բողոք է ասում, ռուսերեն ժամն է հիմնական առարկան է մեր, ռուսերենի ժամին աշակերտները հանել են իրենց հայերեն գրքերը, հայերենն են կրկնում, որտեղ հաջորդ ժամը հայերենն է։ Դիրեկտորն ասաց, կիմուքսենա պատասխանեք, ինչ կասեք, ասեցի, պատասխանեց հետևյալն է, կարող է ամենից անի, որ հայերեն ժամին ռուսերեն պարապեն, ես դեմ չեմ։ Իսկ երբ որ դառավ հայկական դպրոց, արդեն հայկական դպրոց, գիտեք ինչ, երբ որ Բլեյանը գալիս էր դասարանները մտնում էր ստուգում էր, որ իրա գրքերով պետք է անցնեն, երեխաներին մենք բաժանում ենք 5 դասագրքերը, հենց որ մտնում են դասարան, ան գրքերը փոխում էին, հանում էին, դնում էին իրանց գրքերը, նայում են, հա, մեկ գրքերն է,
բռնվեց մեր մաթեմատիկայի ուսուցիչը, որ ուրիշ գրքով ապարապում։ Այդ մաթեմատիկայի ուսուցչին Բլեյանի հրամանով ազատեցին դպրոցից։ Անդրադառնանք այսօրվա եթերից հնչող հայերենին։ Ես հիմի զարմանում եմ նախ հեռուստացույցում տարասխալներով անունները գրում են անունները հասարակ բան, ես ձայնակապի ուղղագրությունը չգիտեն, միայն երկու բառնակ հայերենում մարդկանց անունները, որ իա է գրում, Մարիամ Սուքյաս, մնացածը եյա հայկական անունները, էլի իով են գրում, այնպիսի տարասխալներով հեռուստացույցը, ոչ մի անուն ճիշտ չեն գրում, ոչ մի անուն, Սերգեյի գրում են Սերգեյի, գիտեմ, որ էից հետո ի հաղորդում ես չգրում, բայց չգիտեմ, որ Սերգեյն արմատական ենա, ոչ թե ձայնակապա։ Իսկ բանավոր խոսքը։ Բանավոր խոսքը չեմ ուզում ասել, դա բանավոր խոսք չի, բանավոր հայհոյանք է։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում, ազնվությամբ եմ ասում, որ հասարակ խանութում, ամեն տեղ չեմ հասկանում ինչ են ասում։ Այդ ինչ բառեր են ու, հա, հասկացանք, տեխնիկա զարգացել է, հա, բայց այդքան օտար բառեր, եթե մի նախադասությունը 10 բառից է բաղկացած, 10-ից 5 օտարազգ է։ Մի ժամանակ ասում էին փողոցային լեզուն չօգտագործենք, հիմի մեր գրական լեզուն, մեր փողոցային լեզուն է։ Իսկ ինչպես եք վերաբերում, որ շատերը հայերեն լատինատառ են գրում։ Չի կարելի, հայերեն չի դա չես հասկանում, հայերեն լատիներեն են գնում տառը փոփոխում են, բոլորը Մեսրոպ Մաշտոց են դառել, Մեսրոպ Մաշտոց չունենք, ամեն մեկը Մեսրոպ Մաշտոցը, ես հիշում եմ մեզ այնպիսի դասախոսներ էին համալսարանում դասավանդում, որ Գուրգեն Սևակներ, Ահարոնյաններ, շատ լավ դասախոսներ ունեին, թույլ չեն տալիս, որ մենք քնքշացնենք տառերը, իրավունք չունենք, մենք կանֆետ չենք ուտում, մենք մեր տառերն ենք, ռյա, ռյա, ղյա, գյա, չկա հիմի։ Կինոպսը նաև որպես ավարտ, ինչ կմաղթեիք մեր ժողովրդին։ Ես ժողովրդի կմաղթեմ, որ ոնց որ սկզբում են պայքարել լեզվի մաքրության համար, հիմել պայքարեն, խոսեն գրական լեզվով, խոսեն գեղեցիկ, խոսեն այդ բառային բառերը, պետք է թող տնեն գրպանները, իր հետ խոսեն այդպես, այլ խոսեն, ինչ ասեն, մեր քաղցր հայերեն լեզվով, գրական լեզվով, գեղեցիկ խոսեն, հատկապես տղաները, ամաչում են, որ գեղեցիկ խոսեն, սիրում են կամ երկրորդ բառից հորս արև, ինչ հոր տարև, հա, այսօր առավոտյան քնել էի, հորս արև քնել էի, լավ է իրարել, պտի երդվես, որ իմանանք քնել ես, չգիտեմ, շատ փոխվել է մեր լեզուն, մեր խոսքը շատ փոխվել է, ինչ ասեմ, մեր լեզուն, մեր կյանքն է, եթե մենք հասել ենք այսօր, հասել ենք միայն մեր լեզվի պատճառով։